Հարկնժդեհին ժամանակն է, որ անդառնամ նաև գրառումներին, որովհետև մի 5-6 կամ 10 եթերը մեկ, եթե հարցեր են լինում, անդառնում հարցերին, եթե անհանգստացնող գրառումներ են լինում, անդառնում եմ անհանգստացնող գրառումներին։ Եվ իմ եթերների ընթացքում այն մշտական գրառումներ կատարողները, ովքեր իրենց գրառումներով արդեն ինձ հուշում են իրենց պատկերացումների մասին, ես արդեն կարծիք եմ կազմում, ասենք, որ գրառում անողը մեր վիճակը ինչպես է պատկերացնում, կամ մեր ցավը ոնց է հասկանում, կամ դրա լուծումը ինչպես է տեսնում։ Եվ երբեմն տարօրինակ գրառում է լինում մի մարդ, որ ասենք անընդհատ գիտակից, շատ ասենք ըմբռնելով ամեն ինչը, շատ հստակ դիրքորոշումներ գրելով, ասենք գրառումներ անելով, հետևում է իմ եթերին, հանկարծ մի անգամ, ասենք, գալիս եմ մեկ էլ տեսնում ես գրառում է արել, որ հակասում է էլի անվտանգային մեր ընդհանուր ծրագրին։ Այսինքն երբեմն տրվում է այդ թրքաբոլշևիկյան խայցին, էլի։ Ինչի մասին եմ ուզում խոսել։ Խոսքը այս պահին խոսենք եկեղեցու պաշտպանության կարևորության մասին։ Ուրեմն մեր եկեղեցին փորձում են պայթեցնել իրականում։ Ինչպես։ Ժամանակին եկեղեցուն իրենց լծի տակ պահելով թրքաբոլշևիկները, նախորդ իմ եթերներն ասել եմ, հոգևորականներին հնարավորություն են տվել ազատ պատասխանատվության չեն ընթարկել, չեն խոսել այդ մասին, բիզնեսներ վարելու կամ չգիտեմ ազատ, ասենք, իրենց կյանքը վայելելու, կուսակրոնությունը խախտելու եւ զուգահեռաբար ասացինք, որ մարդկանց նկարել են։ Եվ այսօր այն հոգևորականը, ով կուսակրոնությունը խախտել է, բայց Նիկոլին ենթարկվում է, այդ հոգևորականի միջոցով դուրս է գալիս մյուս հոգևորականի վրա, չէ՞։ Սարքել է շրջիկ հոգեբան, եկեղեցի է սարքել շրջիկ, եկեղեցի չէ, ասենք հավատավորների, ասենք աղանդավորներ են իմիջայլոցներ գրավել, արդեն իսկ հուշում է, որ եկեղեցին լուրջ հարվածի տակ է, եւ այն հոգևորականը, որ շրջիկ գնում է այս եկեղեցի պատարակ է տալիս, ինքը կուսակրոնությունը խախտած մարդ է։ Բայց ներվում է Նիկոլի կողմից, որովհետև կատարում է Նիկոլի հանձնարարությունը։ Իսկ այն հոգևորականը, որը չի կատարում Նիկոլի հանձնարարականը, դա չի ներվում։ Նրա տեսանյութերը հրապարակվում են, նրա վրա քրեական գործ է հարուցվում, նրան կալանավորում են, անհանգստացնում են։ Եվ այս ամեն ինչը ուղղակի չտեսնել հնարավոր չէ։ Եվ սա հենց թշնամու ծրագիրն է, որովհետև ինքը պատերազմական գործողությունները կանգնեցնելուց հետո ինքը արդեն Նիկոլի միջոցով մտել է մեր ներսը։ Ինքը շփման գծի վրա կանգնած սպասում է, թե երբ Նիկոլը մեզ իսկապես մեջտեղից կկիսի, որ ինքը հարձակվելուց, ասենք, այս կեսն ասի արտահայտություններ կա, չէ, որ ասում է լավ է թուրքը գա, քան Ռոբերտը դառնա այսինչ։ Այսինքն Ռոբերտի ու թուրքի մեջ առավելություն տալիս են թուրքին։ Թուրքը այդ պահին է սպասում, որ վերջնականապես ժողովրդի մեջ դա ընկալվի։ Հիմա եկեղեցու հետ կապված պատկերացրեք մենք, հենց որ ասենք ես եկեղեցուն եմ աջակցում, որևիցե հոգևորականի, հասկանում եք, դուք չեք տեսնի, որ ես ասեմ, ես այսինչ հոգևորականի կողքին եմ։ Իմ պատկերացմամբ բոլոր արքեպիսկոպոսները կուսակրոնությունը խախտած պետք է լինեն։ Այդպես ենթադրում եմ, որովհետև մեր եկեղեցիականի ազատությունը, կյանքը դա է հուշում։ Եթե մի քանիսի մասին արդեն բարձրահայտ խոսում են, սա մի քանի երեխա ունի, նա մի երեխա ունի, նա երկուսն ունի, հասկանում եք, ինչ է եղել, եթե նշանը կարա, նշանը չի կարա, սերոպը կարա, քերոպը չի կարա, հասկանում եք։ Եվ ցավալիներից մեկն էլ նա է, որ օրինակ ոնց է այդ Արգիշտի Քարամյանն չէ, այդ որ ասում են հոգևորականի, էլի բարձրաստիճան հոգևորականի տղա է, չէ։ Ինչպես է լինում Նիկոլի կառավարության անդամը, ինքը արդեն իսկ փաստորեն ըստ Նիկոլի ապօրինի ծնունդ է, ինքը պետք է ծնված չլիներ։
Հալավ ինչպես է լինում, որ այդ մարդուն դու գործ ես ընդունում։ Գարիգին բի երեխեքը քեզ խանգարում են, բայց այդ մեկի երեխեն քեզ չի խանգարում։ Ինչի՞։ Ասենք հարցը չէ։ Լուրջ մոտեցեք։ Ես նորից եմ կրկնում, ես որևէ հոգևորականի աջակցելու ցանկություն չունեմ։ Ասեմ ավելի նրանք իմ աջակցության կարիքներ չունեն։ Իրենք այնպես մի բանի մեջ են հայտնվել, որ իրենց փրկելը շատ դժվար է։ Բայց եկեղեցուն, հանուն եկեղեցու, պետք է հոգևորականին հանգիստ թողենք։ Ինչի՞։ Պատկերացրեք, ջրհեղեղ է տեղի ունեցել եւ ձեզ հաջողվել է մի նավի վրա հայտնվել, փրկվել։ Օրինակ եմ վերում։ Ու այդ նավի մեջ մի ասեք Նիկոլ, ասում է, գիտեք, այս նավը այս ինչ մարդն է սարքել, ու այդ մարդուն, հա, ասենք նկարագրին որպես վատը, դավաճան, ստոր։ Դու այդ նավի մեջ ես, ու այդ ջրերը բարձրացել են, հեղեղը դու էլ գնացել ես, հասել ես օվկիանոսի կենտրոնը։ Ու մի հատ Նիկոլի նման, ահա, մի տականք ասում է, գիտեք, այս նավը, ասենք, ցույց է տալիս իբր Քոչարյանն է, ասենք, իր թշնամին, էլի, բայց իրենք թշնամիներ չեն, իրենք նույն համակարգի մարդիկ են։ Այդ մասին բազմիցս եմ ասել։ Պատկերացրեք Նիկոլ, ասենք, ասում է, գիտեք, այս նավը Գարեգին բն է սարքել, ում հետ մթամ, իբր ավելի շուտ հակառակվել է կամ Քոչարյանը։ Ու ասի, ջարդեք այս նավը։ Էսի Քոչարյանի սարկած նավն է կամ Գարեգին բի սարկած նավն է։ Մենք այս նավով ճամփա չենք գտնում, օվկիանոսի կենտրոնում։ Ու ասենք ապուշները կացին հանեն ու սկսեն այդ նավը ջարդելը։ Ասենք ով որ Նիկոլին հավատում կամ լսում է։ Ինչ կլինի այդ մարդկանց հետ, եթե նավը օվկիանոսի կենտրոնում ջարդեք ավիրեք։ Մենք այսօր հայտնվել ենք այդ իրավիճակում։ Ոնց կարող է մարդը Նիկոլին դեմ գնա։ Լինի հակա Նիկոլ, բայց եկեղեցին քանդի։ Տրվի Նիկոլի այդ բաներին, հոգևորականներին հայհոյի։ Տղերք, այդ գրառումը ես չեմ հասկանում։ Մենք պետք է հասնենք ափ, բերեք այդ նավով հասնենք ափ, հետո ափում այդ նավի հարցերը կլուծենք, երբ որ ցամաքի վրա կլինենք։ Դու օվկիանոս կենտրոնում դրել ես այդ նավը ջարդում ես, որ խորտակվես։ Բա ո՞նց է ջրի վրա մնալու։ Հասկանում եք դուք ինչ եք անում։ Այսօր հոգևորականները մեծամասամբ բարձրաստիճան, խախտում արած մարդիկ են։ Ապացույցներ չունեն, բայց արդեն այդ աղմուկը բավական է ու եւ ռեժիմի գործելավոճը։ Ռեժիմը բոլորին տվել է ազատություն եւ նկարել է։ Որպեսզի այդ համակարգը քանդի, ինքը այդ մարդկանց պետք է հետո հատ տանի ներկայացնի, որն ինչ է։ Իսկ եթե դու ռեժիմի ջրաղացին ջուր լցնելով այդ մարդկանց քարկոծես, եկեղեցիդ կտգլորի, որովհետեւ այնտեղ ոնց ասում են նամուսով մարդ շատ քիչ կա։ Անպաշտպան կմնա եկեղեցին։ Սա նման է Քոչարյանին հիշեցինք, չէ՞։ Հիմա տեսեք, այդ որ ասում է թուրքը գա, մենակ Քոչարյանը չգա։ Այս խոսակցությունն էլ է թուրքը բերել մեր մեջ մտցրել։ Այն տկար են Նիկոլագանը, որ դենց արտադրություն է անում, դա թուրքերն են բերել։ Ասենք ձեր մոտ հարց չի առաջինը ես եմ այս մասին բարձրաձայնել իմիջայլոց։ Ձեր մոտ հարց չի առաջանում, ասենք ո՞նց է ստացվում, որ Ալիևը Արցախի բոլոր նախագահներին հավաքել է իր զնդանում, Քոչարյանին չի ուզում։ Ասենք ձեր մոտ հարց չի առաջանում։ Ո՞նց եղավ, որ Ակուին, Բակուին, չգիտեմ, ես իմուն տարավ, Քոչարյանին չի ուզում։ Որ իր թեզ աշխատի, ասեն, որ Քոչարյանը բանտում լինի, էլ Նիկոլը պաշտպանված չի լինի։ Էլ ժողովուրդը չեն ասի, թուրքը գա, մենակ թե Քոչարյանը չգա։ Որ Քոչարյանը բանտում լինի, արդեն կհանգստանան, կգիտենան, որ Քոչարյանը չի կարա գա։ Այն ժամանակ արդեն կասեն, չէ, թող թուրքն էլ չգա արդեն։ Իսկ Ալիևը հասկանում է, որ պետք է Քոչարյանը մնա, Պուտինն էլ է հասկանում, որպեսզի Նիկոլի այդ աշխատացրած ռեպլիկը, որ թող թուրքը գա, Քոչարյանը մենակ չգա, աշխատի։ Այսինքն Ալիևը այս process աշխատացնելու համար է, որ մնացած բոլորին պահանջել է, Քոչարյանին չի պահանջել։ Սա Ռոբերտ, Նիկոլ, Ալիև, Պուտին խաղ է։ Սա ուրիշ բան չկա ստեղ։ Եթե չեք պատկերացնում սա, Ժորժ ջան, ուրեմն դուք կկործանվեք։
Ես քննադատում եմ ռեժիմին։ Ովքեր են ծառայում ռեժիմին, ծառայում է Ռոբերտը, Լևոնը, Սերժիկը, Նիկոլը, Գարեգին Բն։ Գարեգին Բեյս ներքև չեմ իշնում հոգևորակ չեմ, որ եկեղեցին, եթե ինչա բոլորին կկպնեմ ու եկեղեցիս անդեր կմնա։ Հələ իմ արժե համակարգը Նիկոլը ամեն ինչ խարխլել է, անվտանգություն, պաշտպանություն, գիտություն, մշակույթ, մնացել է հոգևորը։ Եթե ես Նիկոլի ջրաղացին ջուր լցնեմ, գնամ ընկնեմ ամեն մի տերդերի հետևից, կամ ամեն մի տերդերի բանի հետևից, ինչի հետևից որ Նիկոլն ընկել է, ածն վերցրել է ընկել է տերդերների բանի հետևից։ Այդ ինտենսիվությամբ Ալիևի դեմ կռիվ դու։ Այդ ինտենսիվությամբ, որ եկեղեցու դեմ կռվում ես, Ալիևի դեմ կռվի։ Չնայած ոնց կկռվի, եթե հանձնարարություն ընդեղից է գալիս։ Հասկանում եք, որ մեր ռեժիմը, այդ Պուտինյան, ինք օգտագործում է Լևոն, Ռոբերտ, Սերժիկ, Լևոնն էլ է, չէ՞, ակտիվանում արանքը մեջ ապուշ բաներ է խոսում։ Այս Լևոն, Ռոբերտ, Սերժիկ, Նիկոլ, Գարեգին Բ, Տաշիր Սամո, Դոդի Գագո։ Սրանք բոլորն այդ ռեժիմի ծառաներ են։ Հիշեք եւ չմոռանաք։ Գրառումներ անելից հասկացեք, եկեղեցուն չհարվածեք։ Որովհետեւ Նիկոլը իր ձևով է մոդենում։ Էլ եմ ասում Արգիշտի Քյարամյանը ապօրինի զավակ է ըստ Նիկոլի։ Ինքը ապօրինի ծնված մարդ է։ Ինքը Գարեգին Բեյի երեխու պես երեխա է։ Եթե նրան քննադատում, սրանք գործ չպետք է տար։ Հասկացաք, որ ազնվություն չկա։ Այսինքն մի հոգևորականով եւ մի հոգևորականի հերնանիզում է, որ եկեղեցին անդեր մնա։ Ստապ մտածեք։ Կանգնեք եկեղեցու կողքին։ Անկախ ամեն ինչից։ Եկեք Նիկոլից բրձնենք, Ալիևներից բրձնենք, Պուտիններից բրձնենք, մենք հետո եկեղեցին կարգավորենք ազգային ձևով։ Ոչ Նիկոլի ձևով։ Խոյեմ եղեք։